Բարոն Մյունխաուզենի արկածները, Էրիխ Ռասպե, ձին տանիքի վրա։ Ես ձիով ճանապարհորդվեցի դեպի Ռուսաստան, ձմեռ էր, ձյուն էր գալիս, ձին հոգնեց և սկսեց սայթաքել, քունս տանում էր, քիչ էր մնում հոգնածությունից ձիուց վար ընկնեմ, բայց իզուր էի գիշերելու տեղ փնտրում, ճանապարհին ոչ մի գյուղ չպատահեց։ Ինչ անեի, ստիպված էի բաց դաշտում գիշերել։ Չորս կողմը ոչ թուփ կար, ոչ ծառ, միայն մի ձյան տակից մի փոքրիկ սյուն էր ցցվել։ Երկար քնեցի ես, իսկ երբ զարթնեցի, տեսա, որ պառկած եմ ոչ թե դաշտում, այլ մի գյուղում, ավելի ճիշտ մի փոքրիկ քաղաքում, և չորս կողմից շրջապատված եմ տներով։ Ինչ է պատահել, ուր եմ ընկել ես, ինչպես կարող էին մի գիշերվա մեջ այսքան տներ բուսնել, իսկ ձիս ինչ եղավ, երկար ժամանակ չէի հասկանում, թե ինչ է պատահել։ Հանկարծ լսեցի ծանոթ խրխնջոց, իմ ձիու խրխնջոցն էր, իսկ որտեղ է։ Խրխնջոցը վերևից էր լսվում, ես բարձրացրի գլուխս և ինչ, ձիս կախված է զանգակատան տանիքից, կապված է հենց խաչից, իսկույն հասկացա, թե ինչ է պատահել, երեկոյան այս քաղաքն իր մարդկանցով ու տներով ծածկված է ձյունով և միայն խաչի ծայրն էր ցցված մնացել, ես չիմացա, որ դա խաչ է, ձին թվաց, թե մի փոքրիկ սյուն է, որին կապեցի ձիս, իսկ գիշերը, երբ քնած եմ եղել, ձնահալն ընկել էր, ձյունը հալվել և ես աննկատելի իջել եմ գետնին, իսկ իմ խեղճ ձին մնացել էր այնտեղ վերևում, խաչից կախված լինելու պատճառով գետնին իջնել չէր կարողացել, ինչ անել, երկար չմտածելով ես վերցրի ատրճանակս, նշան բռնեցի և գնդակը դիպավ ուղիղ սանձին, որովհետև ես հրաշալի ձիգ էի։ Սանձը կտրվեց և ձիս արագ ինձ մոտ իջավ, ես թռա ձիուս վրա և քամու արագությամբ առաջ սլացա։